Փոքր կոնքի օրգաններն են տղամարդկանց մոտ շագանակագեղձ, սերմնաբշտեր, միզապարկ եւ հաստաղու ուղիղ հատվածը։ Կանանց մոտ միզապարկ, ուղիղ արգանդ, հեշտոց, ձվարաններ եւ արգանդափողեր։ Փոքր կոնքի MRT հետազոտության միջոցով հետազոտում ենք փոքր կոնքում տեղակայված օրգանների անատոմիական կառուցվածքը եւ վերջիններիս հետ կապված պաթոլոգիկ փոփոխությունները, հա, լինեն դրանք բորբոքային, օնկոլոգիական պրոֆիլի հիվանդների մոտ, այսպես ընդհանուր անդրադառնամ, հետո հատ կփորձենք անդրադառնալ առանձին, որովհետեւ կան որոշակի տարբերություններ։ Երեխաների եւ դեռահասների մոտ MRT անելու փոքր կոնքի օրգանների MRT անելու ցուցում կարող է լինել անատոմիական անոմալիաները հայտնաբերելու համար օրգանների։ Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ MRT-ն բացարձակ անվնաս մեթոդ է, չունի ճառագայթում, այն կարելի է անել կրկնել որքան որ անհրաժեշտ է, որքան որ ցուցված է բուժող բժշկի կողմից։ Տարբերությունը մնացած այլ գործիքային հետազոտությունների հետ նշեմ, որ փոքր կոնքի օրգանների MRT-ն ոսկե ստանդարտ է համարվում, որովհետև այն բոլոր պաթոլոգիաները, այն բոլոր փոփոխությունները, որոնք կարող ենք հայտնաբերել MRT հետազոտության արդյունքում, ոչ մի այլ գործիքային հետազոտությունով չենք կարող ունենալ։ Մեկը մյուսին բնականաբար լրացնում է, բայց MRT-ի այդ հյուսվածքային կոնտրաստնեստը, որը շատ բարձր է, ի տարբերություն ունեցած գործիքային հետազոտություններից, օրինակ AT-ի, հա, հետ եթե համեմատենք, թույլ է տալիս առավել մանրակրկիտ, առավել մանրամասն հետազոտել օրգանները։